Բարի արև իմ սիրելի այծեղ ջուրներ, շատ նպատակային, նպատակասլաց։ Այսօր այսօր հունիսի 18-ն է իմ օրացույցով Յուպիտերի օրը։ Յուպիտերն է ընկել եւ Յուպիտերը ինքը արդեն հիմա հունիսն է, ես ձեզ պիտի ներկայացնեմ հուլիս ամսվա կանխատեսումը, հունիսի 30-ին ինքը մտնելու է ձեր ֆինանսների տուն եւ այսօր փաստորեն ինքը իր մասին ազդարարեց, որ ձեր ֆինանսական այդպես նվերներ կարող են գալ, ինչ որ ֆինանսներ կարող են լինել, լրացուցիչ գումար կարող եք աշխատել եւ այլն եւ այլն, այստեղ նաեւ կարող է ժառանգության թեմա լինել որոշ մարդկանց մոտ էլ հնարավոր է ունենան երկրորդ, երրորդ երեխան, այսինքն հետաքրքիր իրադարձություններ, սիրելի այծեղ ջուրներ, ասցենդենտի նշանով եւ արևի նշանով, նրանք ովքեր նոր են միացել, հիշեցնեմ, որ լսելով միայն արևի նշանով ձեր, ասենք, եթե դուք ծնվել եք դեկտեմբերի պայմանական 22-ից հունվարի 22-ը, հա, պլյուս մինուս 1-2 օր, իհարկե, այդպես պայմանական եմ ասում, այդ ժամանակահատվածում եթե դուք ծնվել եք, ուրեմն այծեղ ջուր եք եւ պետք է ճշտեք ձեր ծննդյան ճշգրիտ ժամը, պետք է իմանաք, որպեսզի դրանով պայմանավորված դուք իմանաք, թե որն է ձեր ասցենդենտի նշանը, այդ երկուսը միացնելով նոր կարող եք այդպես քիչ թե շատ այդպես ամփոփ իմանալ տվյալ ամսվա համար կանխատեսումը, որովհետեւ սրանք բոլոր դեպքերում չմոռանանք, որ տրանզիտներն են, այսքան ձեր անձնական քարտեզը չի, դրա համար ավելի մանրամասն իմաստ չունի ներկայացնել, ես գլխավոր իրադարձություններն եմ ներկայացնում եւ այսպես, որոնք են գլխավոր իրադարձություններից գլխավոր իրադարձությունները, ահա, նորալուսինը, լիալուսինը, այնուհետև արևը 23-ին հուլիսի կփոխի իր նշանը եւ կմտնի ձեր ֆինանսների տուն, ինչպես արդեն նշեցի, Յուպիտերն է 30-ին հունիսի մտնելու ուրեմն ձեր ֆինանսների տուն, լիալուսինը լինելու է այդ առանցքում ջրհոսի նշանում, լիալուսինը եւս ֆինանսների տանն է, ես ոնց հասկացա, այծեղ ջուրները ինչ որ գումարներ են ծախսում եւ այդպես այդ հարցերի մեջ են, կարևոր հարցերի նպատակային հարցեր են լուծում, հենց այնպես գիտեք, այծեղ ջուրները հենց այնպես չեն ապրում, իրանք շատ կոնկրետ գնում են իրենց նպատակի ետևից եւ տեսեք, շատ կարևոր իրադարձություն, հանգույցները փոխելու են իրենց նշանները, հուլիսի 27-ից մինչև 28 թվականի մարտի 26-ը սա շատ կարևոր իրադարձություն է թերևս այս տարվա կամ հենց այս ամսվա համար բավականին կարևոր եւ այն ձեր համար կարևորում է այնքանով որքանով սա ասցենդենտով հիմնականում այծեղ ջուրների համար ձեր ֆինանսների տունն է լինելու, նրանք ովքեր չունեն աշխատանք, որը շատ քիչ բնորոշ է այծեղ ջուրներին, որտեղ իրենք անպայման գտնում են աշխատանք, իրենք չեն կարող այդպես ներքին հոտառություն ունեն գնալ եւ կոնկրետ գտնել այն ինչ որ իրենց պետք է եւ կարճել դրանից ու գնալ առաջ, ահա այսպեսին են այծեղ ջուրները, այնպես որ նրանք ովքեր չունեն աշխատանք անպայման կունենան, իրենք կվաստակեն եւ իրենք իրենց վրա հույսը կդնեն. Դա իհարկե շատ լավ է, որտեղ ցանկացած իրավիճակից, երբ մարդը ինքն է իր վրա հույսը դնում, շատ ավելի հեշտ է, քան երբ ինչ որ ուրիշի վրա ես հույս դնում եւ ասեմ առաջիկա մի քանի տարիների ընթացքում դուք ձեր հույսը պիտի դնեք ձեր վրա, սիրելի այծեղ ջուրներ, սա մի անգամից ասեմ եւ ընդհանրապես ձեզ համար մի քիչ առաջ կանցնեմ, չնայած երրորդ տեղում եք, բայց ոչինչ, ուրեմն կանցնենք առաջ, ինչպես նաև Նեպտունն է լինելու հետ ընթաց Սատուրնի հետ միասին, որոնք տեղավորվել են ձեր 4-րդ տանը, երկուսը միասին են, Վեներան կփոխի իր նշանը, մտնելով կույսի նշան, ճիշտ է այդտեղ ինքը անկման մեջ է, բայց ձեզ դուր է գալիս այդ տեսակ Վեներան, որովհետև իհարկե կույսը եւս հողի նշան է, դուք հողի նշան եք եւ Վեներային ուրեմն չեք սիրում այդպես սիրում եք շատ այդպես զուսպ, Վեներան թապես կինն է, կամ թեկուզ սիրած անձնավորությունը այս դեպքում եւ սիրում եք, որ ինքը շատ լուրջ, շատ զուսպ, կոնկրետ գումար աշխատում, կոնկրետ աշխատանք ունի, պաշտոն ունի կամ թեկուզ, հա, ինչ որ ավելորդություններ չեք սիրում, շատ կարճ կոնկրետ,
Այնպես որ կարծում եմ ձեզ համար լավ կլինի, հատկապես եթե շատ մոլորակներ կենտրոնացել են հենց ձեր նշանում սիրելի այծեղ ջուրներ, սա էլ էսպես եւ Մերկուրին արդեն հուլիսի 24-ին կդառնա ուղղընթաց, ահա։ Եվ հիմա ընդհանուր տրամադրությունը ես ձեզ ներկայացնեմ, թե ինչպիսին է։ Նախ ես ուզում եմ ներկայացնել ամեն ինչից անկախ թե երբ է լինելու նորալուսինը, երբ է լինելու լիալուսինը, շատ կարևոր է ուրեմն օրը, նույնիսկ ժամը, հատկապես որոշ մարդկանց համար, եւ այսպես հուլիսի 14-ին Հայաստանի ժամանակով 13:43 վայրկյան տեղի ունենալու նորալուսին, այսինքն արև եւ լուսինը միավորվել են 22 աստիճանում եւ այն տեղի ունենալու ձեր հակադիր նշանում։ Ուզում եմ նշել, որ այդ ժամանակ հենց երբ տեղի կունենա նորալուսինը, որտեղ դուք այստեղ հարաբերություններ եք քննարկելու, հնարավոր է ձեր վաղեմի ծանոթին հանդիպեք եւ փորձեք հարաբերություններ պարզել։ Այստեղ որոշակի փաստաթղթեր կլինեն, ոմանք մեկնում են արտերկիր, ինչ որ այդ իրանք դժվարություն են առաջացնում։ Տեսեք, այստեղ Մերկուրին հետընթաց է։ Ինչու եմ ես Մերկուրի վրա կանգ առնում, որովհետեւ նորալուսինը փաստորեն այդտեղ է լինելու եւ ձեզանից պահանջում է որոշակի հարցեր կարգավորել, հարաբերություններ կարգավորել, հասկանալ, որպեսզի նոր սկիզբ դրվի։ Այս է սրա մասին է խոսքը։ Անցնեմ առաջ, հաջորդը հուլիսի 29-ին Հայաստանի ժամանակով 18:35 տեղի կունենա լիալուսինը, արևը եւ լուսինը կհակադրվեն 7 աստիճանում։ Եվ այն տեղի կունենա ձեր ֆինանսների տանը, ինչպես որ ես ասացի, ֆինանսներն են այստեղ, այսինքն ձեր ֆինանսական վիճակը արդեն ձեզ համար պարզ կլինի, եթե ինչ որ միտեղ եք գնում, արտերգիր եք գնում, ինչ որ գործունեություն եք ծավալում, բնակարան եք առնում, շատ տարբեր աշխատանքի հետ կապված եւս դա կարող է լինել, այդ ամենի հետ կապված դուք կարող եք հասկանալ, թե ինչպեսին կլինի ձեր ֆինանսական վիճակը, այսինքն աշխատանք եք անցնում, հասկանում եք, թե որքան գումար եք վաստակելու կամ ինչ որ մի գործունեություն սպասարկման ոլորտում եք աշխատում եւ հասկանում եք, թե ուրեմն որքան եք վաստակելու, ինչ է լինելու, կամ եթե գնում եք արտերկիր, որտեղ այնտեղ դեռևս հարաբերություններ կան, Վեներան է, ես ասացի, հուլիսի 9-ին մտնում եք ույսի նշան մինչև օգոստոսի 6-ը եւ կամ այնտեղ ինչ որ հարցեր կան, հարցեր եք պարզում գեղեցկության, քան որ Վեներան սիրո եւ գեղեցկության սիմվոլն է, այնտեղ ինչ որ այդպես հանդիպում կլինի գեղեցիկի եւ սիրո հետ։ Այսինքն նկատի ունեմ, միգուցե գնում եք հիմա ամառ, շատերն են գնում արտերկիր, այդպես այլ մշակույթի հետ ծանոթանալու, այլ մարդկանց հետ ծանոթանալու, այտենց շատ լավ հարմար ժամանակահատված է, ինչևէ որոշ մարդկանց մոտ էլ կարող են այստեղ լինել իրավական հարցերը։ Հիմա ինչ արև, ինչպես որ արդեն ասացի, 23-ին է փոխելու իր նշանը, դուրս է գալու ձեր պարտների տանից, սիրելի այծեղ ջուրներ, ձեզ համար շատ ավելի լավ է, որ մտնի, ասենք, առյուծի նշան, մեծ հաշվով այստեղ ինքը կարևոր հարցեր ձեզ համար կկարգավորի։ Այնպես որ դա շատ լավ է եւ Նեպտունը եւ Սատուրնը իրենք դառնալու են հետընթաց։ Նեպտունը հուլիսի 7-ին, Սատուրնը նրանք ովքեր հետաքրքրված են արդեն հուլիսի 24-ին եւ մինչեւ դեկտեմբեր իրենք մնալու են հետընթաց։ Տեսեք, երբ մոլորակները հետընթաց են լինում, մի քիչ ավելի դժվարանում է ընթացքը, ծանրանում է, այ հիմա 29-ին Մերկուրին դառնալու է հետընթաց, հունիսի 29-ին, իհարկե արդեն դա զգացվում է, ինքը բերում է ծանրություն եւ այսինքն հարաբերություններում դու չգիտես շարունակես տվյալ անձի հետ, ասենք աշխատանքում իր հետ համագործակցես, թե չէ, կամ միգուցե աշխատավայրում խնդիրներ կան, այնուհետև անձնական կյանքում այստեղ հարաբերությունները ձեզ համար ուզում եք պարզել, արդյոք դուք այդ մարդու հետ ձեր կյանքը կապեք, կամ եթե կամ բաժանվում եք, միանում եք, նայած ինչ process-ի մեջ է գտնվում, դա արդեն ձեր անձնական քարտեզն է ցույց տալիս, ես ուրիշ ինչ որ բան չեմ կարող ավելացնել, պարզապես այստեղ այդ ամենը լարվածություն է առաջացնում եւ ընդհանրապես փաստաթղթերի հետ կապված Մերկուրին դա փաստաթղթերն են, այստեղ են որոշակի ուրեմն խնդիրներ առաջանում, առանց դրա հնարավոր չի հետընթաց Մերկուրիի ժամանակ եւ իհարկե հին ընկերներին ենք տեսնում, փորձում ենք նոր գործեր չսկսել
սկսել, բայց հիմա տեսեք ինչ հետաքրքիր փաստի առաջ ենք կանգնում, եթե ասեմ, որ ասենք հուլիսի 24-ին դառնում է Մերկուրին ուղղընթաց, այդ ընթացքում տեսեք դուք ժամանակ ունեք մինչև 10 օգոստոսի, շատ քիչ է, 10 օր պլյուս մինուսով, հա, քիչ ժամանակ ունեք, ահա, ինչ որ գործ անելու եւ հուլիսի 24-ը չէ, մենք այդ ժամանակ էլ չենք կարող սկսել ավելի ուրեմն այստեղ ահա 24-ին չէ կարող ենք 24-ին 25-26 շաբաթ կիրակի ձեր ուրացով 27-28 մենք ժամանակ ունենք ահա տեսնում եք շատ կարճ ժամանակ եմ ես ձեզ հատկացնում մի քանի օր եթե սա վերաբերում է բոլոր նրանց ովքեր կոնկրետ ինչ որ կարևոր աշխատանք ունեն կարևոր սկիզբ ունեն իրենց կյանքում սկսելու ուրեմն այդ ժամանակահատվածը ահա դուք կարող եք օգտակ 27-28 ահա տեսնում եք այդ երկու օրը Հարգելիներս դուք չեք կարող, որովհետև սկսելու համար արդեն այնպիսի ժամանակներ են գալիս, որ լավ չի։ Ունենք վատ խավարում, ունենք խավարման միջանցք, այնպես որ դա կմնա մի քիչ ավելի ուշ ու բնականաբար ես մի քիչ ավելի ուշ կանդրադառնամ, իսկ նրանք ովքեր կարևոր գործեր ունեն, այս դեպքում իրանք կարող են դիմել։ Հիմա ես իմաստ չունի, որովհետև այսքան առաջ գնացի, որպեսզի ձեզ համար པարզ դառնա ամեն դեպքում ինձ չասեն այս ինչը երբ ենք անելու, իսկ նախորդ ձեզ ասում եմ։ Ես գիտեմ, որ դուք շատ նպատակային եք, ինչ որ հարցեր տալու եք, դրա համար յուրաքանչյուր նշանի համար մի զգացողություն լրիվ ուրիշ էներգետիկ դաշտում ես հայտնվում, լրիվ այլ կերպ է այնպես որ եթե դուք լսեք բոլորը կհասկանաք որ յուրաքանչյուրը յուրովի տարբեր է ու առանձնանում է բնականաբար կոնկրետ օրերից հա ես լիալուսին նորալուսին չեմ կարող փոխել դրանք պահպանվում են մեր կնաբանությունները լրիվ տարբեր են լինում այնպես որ եւս առաջ անցնեմ ասելու որ ուշադիր եղեք արդեն սեպտեմբերի 14-ից կամ ընդհանրապես սեպտեմբերի կեսերից մինչև 27 թվականի հունիսի կեսերը, այսինքն 26-ի սեպտեմբերի կեսերից մինչև 27 թվականի հունիսի կեսերը, այստեղ ձեզ համար կլինեն նորանոր բացահայտումներ, ձեր կյանքում կլինեն կարևոր իրադարձություններ եւ ձեզանից կպահանջվի, հատկապես պարտներով հետ կապված գործնական թե անձնական կյանքում, ձեզանից կպահանջվի կոնկրետ որոշում կայացնել, կանգնելու եք այդ փաստի առաջ, լավ թե վատ, արդեն դա ձեր անձնական քարտեզն է, իսկ եթե ոմանց համար դա շատ կարևոր է, այդ դեպքում կարող եք դիմել եւ կոնկրետ ստանալ խորհրդատվություն եւ հասկանաք թե երբ է լավ ինչպես դուրս գալ այդ իրավիճակից արդյոք ճիշտ է եւ այլ լիքը հարցեր են այդտեղ որը միայն կարող են ձեր ուրեմն անձնական կարող է ձեր անձնական քարտեզը ցույց տալ իսկ ինչ վերաբերում է ես այստեղ տեսնում եմ հիմնական հարաբերություններ բարձր ընտանիքի թեմայի հետ հանդիպում եւ տեսեք այս ամենը կուտակվում է եւ դուք սեպտեմբերից սկսած կկանգնեք կոնկրետ գործողությունների արչև հիմա տիեզերքը այդ ամեն ինչը սաղմնավորում է ձեր միգուցե հանդիպում միգուցե ինչ որ որոշում կայացնեք եւ այլն այդ ամեն ինչը դեռևս սաղմնավորումն է այս կոնկրետ գործողությունները կսկսվեն սեպտեմբերից հետո հարգելիներս միգուցե հանդիպում եք խոսում եք պայմանավորում եք եւ այլն բայց իմ նշած ժամանակահատվածում նոր դուք այստեղ կարող եք ունենալ փաստորեն կոնկրետ գործողություններ եւ հիմնականում գիտեք այստեղ նաև ես հասել եմ գրեթե միշտ ասում եմ քանի դեռ մոլորակ այդտեղը ես դրան պիտի անդրադառնամ մեծահասակի հետ մեծահասակի խնամք ծնողների խնամքն է այստեղ իր մեջ ներառում եւ ընդհանրապես ընտանիքում հարցեր կան, խնդիրներ կան, որ ձեր ուշադրությունը ինքը հրավիրում է այդտեղ եւ ասում է, որ այստեղ անելիքներ ունեք։ Միգուցե դժվար կլինի կամ որոշակի հարցեր, որովհետեւ ձեզ ասեցի կամ միանում են կամ բաժանվում են կամ հանդիպում են ինչ որ հարցեր են քննարկում։ Սա ձեզ առաջնորդել է ձեր ձեռքը բռնած տանելու, որովհետեւ ձեզ համար շատ կարեւոր է դուք հենց Սատուրնը տեսեք հետընթաց է դառնում 5
աշխատանքը հենց ձեր մոլորակն է եւ դուք ուզում եք հասկանալ ինչ է լինելու ձեր ապագանում, հետ է լինելու, ինչպես է լինելու եւ այլն, ու դուք հեշտ չի լինի պիտի խորը վերլուծեք, հասկանաք ինչ եք անելու եւ ինչպես եք անելու։ Գիտեք, եթե ամուսնության հարց է, ես ես խորհուրդ կտայի, որ բոլոր դեպքերում արագացնեք, որտեվ արչեվում հակառակ պատկերն է, դժվարություններ կլինեն ամուսնության հետ կապված, այնպես որ եթե ինչ որ հարցեր կան, ցանկալի է ավելի շուտ դա կարգավորել, լուծել եւ հասկանալ ուրեմն ինչ եք անելու։ Այսքանն էին ուրեմն կարևոր իրադարձությունները, սիրելի այծեղջուրներ, կարծում եմ ինչ որ բան ես բաց չեմ թողել, բոլորը ասացի եւ պիտի անպայման հիմա նշեմ, որ նաեւ գիտեք ուշադրություն եք դարձնում ձեր առողջական վիճակին, որովհետեւ արևի վատ խավարումն է, եթե բոլոր նրանք ովքեր ունեն սրտի խնդիրներ, ուրեմն որոշակի միջոցներ են ձեռնարկում, որ ավելի վիճակը չբարթանա եւ ընդհանրապես զբաղվեք սպորտով եւ աշխատավայրում փորձեք կոնֆլիկտի չգնալ։ Այսպիսի իրադարձություններ, որովհետեւ ոմանց մոտ կարող է ողնաշարի խնդիր առաջանալ, այստեղ կարող է ինչ-ինչ առողջական խնդիրներ, որն էլ հանգեցնի բարձր ճնշման, արյան բարձր ճնշման, այսպիսի հարցեր կան, այնպես որ ուշադիր եղեք մարսողության հետ կապված եւս սիրելիներս, իսկ մենք կհանդիպենք հաջորդ ամիս, գրեք իսվեք անպայման որքանով օգտակար եղան իմ խորհուրդները, արդյոք օգտվում եք իմ խորհուրդներից, իսկ ես դες հետ կհանդիպեմ հաջորդ ամիս, առայժմ լավ եղեք։